բերելով։ Մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը։ Ինչու էսպես դադար եղավ ու ինչու հենց հիմա բացատրությունը որն է ձեր կարծիքով։ Շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաեւ կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասն, ասեմ Արցախը կուլ տվեցին սրանք։ Հաջորդ թիրախը եկեղեցին են եւ ընդհանրապես երբ ինձ հարցրել են միշտ եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարում, ինչու այն, ես ասում եմ եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ։ Այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցին, գնաց, վերջացավ ամեն ինչ մեր կյանքը, մոռացեք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենանք։ Եվ դա են իրականացնում։ Շատ պարզը, շատ մեղմ համընկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչ է ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, փաշերով։ Այն մյուսը մի կողմից է, Փաշազադեն իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում էր մշակութային ժառանգության եւ այլնի, եկեղեցու սպառնալիք լինելու։ Հայաստանից արձագանքել են որևէ ձևով։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով թեկուզ արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասել։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ գնալու են խաղաղության օրակարգ։ Այո, դա բանի պես այսպես վանդակի մեջ մտած թութակի պես հա խոսում են։ Հիմա ինչ կապ ունի դա։ Ես կներես Սրան ջան։ Ուրեմն իմ ասելիքը հետեւյալն է։ Այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թերքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։ Իդեպ նա Թուրքիա է գնում, դուք ուղիղ կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Այո, ամեն ինչի մեջ էլ այլևս տեսնում եմ։ Ես ժամանակին այնքան մեղմ էի իմ գնահատականների մեջ։ Ինչով էի մեղմ, որ մշտապես վերագրում էի ոչ դիտավորության, ոչ դավադրության տեսության։ Ես սկզբունքով էլ հավատացող մարդ չեմ դավադրության տեսությունը։ Պարզ ասում եմ։ Բայց դեպքերի խորությունը, ասենք, եթե մարդը 2 անգամ է սխալվում, 3 անգամ, 10 անգամ թեկուզ, կմտածես, որ լավ, հասկացանք, մարդկայնորեն կարելի է, բայց երբ որ 100 անգամ ու հետևողական, դա արդեն ինչ է մտքիդ մեջ։ Հարցեր է առաջացնում, չէ՞ որ ինչու է այսպես տեղ։ Հիմա համոզվել եք, որ դավաճանության արդյունք է ամեն ինչը։ Վաղուց, ուրացման։ Ու ինչին է ուրացել։ Մեզ, ինձ, քեզ, վայ ջան։ Բոլորիս մեր ամեն ինչն է ուրացել։ Մարդը չի կարող, պարզ օրինակ, անընդհատ չեմ կրկնելու էսա։ Մարդը չի կարող ասել, որ ես ձեր թիկունքում որևէ բան չեմ անում, մինչև այսօր չի հրապարակում, ինչ էր, խաղաղության պայմանագիրեր դարձավ համաձայն։ Մինչև այսօր ձեր թիկունքում հրապարակված կետ տեսել եք դուք։ Մարդը ասում է, ես ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Ժողովուրդ, ամեն, հիմա էլ ասում ես հրապարակի, ասում դա ամեն ինչ գիտեք։ Չէ, չգիտենք։ Եվ չի ուզում շատ ուրախանալ ժամանակից։ Չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Ստախոս խափեբա, ուրիշ բան չկա։ Հետևաբար ասում եմ, երբ որ դուք ասում եք այդ դավադրություն, այո, տեսանելի աչքիդ առջևն է, մարդը ասել է չի անում։ Չեմ խափելու ես ձեր ժողովուրդ, ձեր թիկունքում ոչինչ չեմ արել։ Մենակ ասելու եմ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ հանձնելու եմ այդ։ Ձեր թիկունքում չեմ մի գիշերվա մեջ անելու եմ ամեն ինչ։ Չեմ անելու ոչ մի բան։ Բայց համաձայնագիր եմ ստորագրել խաղաղություն, որ ձեր կյանքի մասին է։ Կոնկրետ ձեր, մեր այստեղ գտնվող մարդկանց կյանքի մասին է։ Այդ թուղթը, որ իրեն կենսական նշանակություն ունի, արյունը այսպես ավիշվում է թղթից։ Ավիշ բառը կարող չիմանան ասեմ։ Այդ թղթից այսպես ինչ ասեմ, հորդումը ուղակի։ Այդ թուղթը իմ կյանքի հաշվին է, քո կյանքի մասին է, մյուսների այսքան մարդու եւ հազարավորների մասին է։ Ոնց ես դու գաղտնի տանում անում։ Գաղտնի ումից ես սպանում, թշնամուց, որի հետ համաձայնագիր է ստորագրել։ Ինքը բայց նույնիսկ կրթվել է նորաձևե շարժման այդ ֆինանսավորումն է գաղտնի։ Դա էլ դու ասեցիր արդեն։ Սրբազան այդ Թուրքիա մեկնելով պայմանավորված, արդյոք բացառում եք, որ Սահակ Սրբազանի հետ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանը եւ լավ ճանաչելով Սահակ Սրբազանին, որևէ խոսք հորդոր ունեք։ Ես որքան գիտեմ, Սահակ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Մնացածը չգիտեմ։ Սրբազան այսօր այս օրերին է այնտեղ թե ոնց։ Որքան ես տեղեկացել եմ, այո։
Այսօր Գեղամ Նազարյանը ասում էր, որ այդ սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել իրանց սրա հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք ձեր Շատ սիրելիս, շատ սիրելի մարդ։ Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Գեղամ Նազարյանը իմ կյանքի ամենամեծ ցավն է։ Այսքան բան։ Սրբազան փողոցային Ցավերից մեկն էլ չէ, ամենամեծ ցավ։ Ինքը գիտի ինչ եմ ասում։ Շատ լավ գիտի։ Ես ամոթով եմ ասում դա, ինքս ինձ ճզմելով եմ ասում դա, բայց չեմ կարող չասել։ Անկեղծ ասում եմ, ներս ալեկոծումով եմ ասում, բայց չեմ կարող չասել։ Փողոցային պայքար, փողոցային շարժում, դուք Փողոցայինը սրանք են, մերը հրապարակայինը։ Դու տեղում կլինես անպայման։ Դե ասեք դա երբ է լինելու։ Այ աղջիկ, քիչ Ժամ առաջ պահենք կա։ վայ այդ մի ժամ կռիվ էի անում, ասում եմ մեր բոլոր քայլեր, հիմա որ ես եկել եմ այստեղ, չէ, ասենք այն գլուխն եմ եղել։ Մի 7 մեքենա մեր հետևից եկել է։ Ամեն ինչ գիտեն այս Բայց մարդիկ։ վախեցնում են այդ մարդիկ Ինձ? մեքենաներով որ գալիս են։ Չէ, ես ուղղակի ասում եմ զուտ տեղեկատվության իմաստով։ Սրբազան Մի րոպե։ Կներեք։ Ուրեմն ինչ է ասում։ Ամեն ինչ գիտեն այս մարդիկ։ Մեկ էլ ուզում եք որ Դե դա հանրային ընդվզում է։ լրատվականներով բաներով ասեն։ Ակնհայտ հանրային ընդվզում է դա։ Ծափարում են։ Հա, բայց մեթոդաբանությունը ուրիշ է մի քիչ էլի։ Թույլ տվեք այս անգամ Միջև չսպասեք։ 26 թվականի ընտրություններ է որ Խորհրդավորություն եք պահում։ Փոփոխություն հնարավոր է իրականացնել ընտրություններով։ Հիմա իմպիչմենտի Նայ, գործընթաց է սկսել, Լիա ասում են մի թևը ասում է հնարավոր չէ, մյուսն ասում է հնարավոր։ Ամեն ինչ կյանքում հնարավոր է։ Մեզ միշտ ասում եմ հարց տվեք, ոչ թե հնարավոր է թե ոչ, այլ հարց տվեք անհրաժեշտ է թե ոչ։ Անհրաժեշտ է սպասել ընտրություններին։ Ոչ, Սրբազան, լավ։ բայց անհրաժեշտ է փոխել։ Հիմա որ ասեմ էլի կներանաք, բայց պիտի ասեմ։ Այն ժամանակ որ դուք գալիս եք, այդ շարժումը սկսել եք, ես ամեն անգամ հարցնում եի, ձեր դուրը չէր գալիս, ասում եք, հես շուտով սպասեք, հեսա կլինի։ Բա ինչ ասեմ, վայ։ Խորհրդավորության շղարշ եք բանալ, Բայց ինչ ասեմ, չիմացաք ինչ եղավ։ Հիմա էլ եք նույնը ասում։ Հիմա ամբողջ հրապարակ եմ, Չեղի, եղի, ասեմ, Եփ է։ ասեմ օրինակ հունիսի 22-ին, չէ, լավ, հունիսի 22-ը Լավ, մոտավոր ժամկետ ասեք, Հունիսի լավ է։ 22-ը կիրակ է, հունիսի 23-ին ժամը 4-ին լինելու են կառավարության ամառանոցների դիմացը։ Կլինի։ Չէ, այն ժամանակ ասիկ մայիսի 1-ին եկանք, հետո ժամանակ տեսեք քանի մեքենա տվեցիք, ասացիք այո, 48 ժամ, չգիտեմ, 10 պայքարը, կյանքը, կմեծանանք, փոքրանանք, կընկնենք, կելնենք, կխոցվենք, միջոցները կսպառվենք, ավելանան։ Հետո մաշվում են գնալով իրանցի պատմաներ Հիմա մեր մաշվելն է կարևոր, թե մեր պետության մաշվելը։ պետությունը նկատի ունի, պետությունն է մաշվում։ Դե որպեսի մենք որպեսի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի ոչինչ, իմիջիայլուց սրա մասին ասեմ, որպեսի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի տրամաբանությունից պետքա դուրս չգանք։ Հոգնել ենք միգուցե, հուսախաբվել ենք, ինչ իմանամ, հազար բան չի ստացվել ինչ որ ձևով այն ինչ որ Մենք այն տրամաբանությունից դուրս չենք գալիս, Նիկոլ Փաշինյանն էլ իր կաբինետից դուրս չի գալիս, դա է տարբերությունը։ Դուրս կգա։ Շատ սիրով դուրս կգա։ Եվ Էլի նորից։ Դե որ ասում եք իմ ձեռքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Ինչպես եք դա պատկերացնում, այդ ձեռքով ինչ եք անելու որ Հրավիրելու եմ դուրս։ Ատես մի ասեք, հեսա Ալեն Սիմոնյանը կասի, այդ ձեռքդ որտեղ էր դրանից առաջ միջև դուրս հրավիրելը։ Կորց չունեք, վտանգավոր հայտարարություն։ Կճաշակի։ Կիմանա որտեղ է։ շարունակում են Սրբազան ձեզ անվանել օտարերկրյա Հա մի բան պետք է ասեի, վայն ասում, մի րոպե մի հատ ասեմ, հետո գամ դրան։ Վայն ասեց, որ ես նիհարում եմ, չէ, պետությունը մաշ, ինչը մի ձևակերպ, պես ես մի առթով ասել եմ։ Նայեք այս մարդկանց։ Ինչքան սրանց չափը մեծանում է, այնքան պետությունը փոքրանում է մեր։ Ուղղակի ցուցիչն է, ուղիղ համեմատակն է։ Որովայնի չափը։ Հա։ Դե ոչ։ Դիետա էլ կա երբեմն։ Սրբազան ձեր արձագանքը Ինչին։ որ ձեզ համարում են օտարերկրյա Գործակալները, ուրեմն ինչ ճանաչում են այդ գործակալները, բացահայտվելը։ Ես ուրիշ կարծիք ունեի, կարծում եմ, որ գործակալները չեն կարող գործակալին բացահայտել, ցավոք սրտին, բայց բացահայտեցին, հա։ Իդեպ որ օտարեր։ Ուրեմն իրենց ողջ կենսագրությամբ
Այն տվյալները, որ կան իրենց մասին, չհերկված ընդ որում։ Սկսած օմեգա բառից մինչև վերջացած Թուրքիայում սովորել եւ այլն։ Ինչքան բաներ կան իրենց մասին, գործակալական։ Էլ չեմ ասում են ահռելի գումարները, որ տարիներով ստացել են տարբեր հաստատություններից ու կառույցներից, ահռելի ծավալներ, ու դրանք մեծ խոսում են, դրանք են մեզ համարում գործակալ, իրենք վառված են, գիտեք ինչից, դաղված, որ աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն ունեցող կենտրոններ մեզ հետ կապի մեջ են եղել եւ մեզ այո փոխանցել են խոսակցությամբ, զրույցով եւ ես իրավունք ունեմ բոլորի հետ կապի մեջ լինելու, ընդ որում ոչ մեր նախաձեռնությամբ։ Սա ուզում եմ հիշեն։ Բոլոր կենտրոնները ինչ իրենց մտքից անցնում է մեզ հետ կապի մեջ եղել են։ Բոլոր։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մարդիկ հասկանում են, որ այս պետությունը ուրիշ ընթացք պետք է ունենա կյանքում։ Իսկ այդ դեպքում ինչու իշխանապողություն չստացվեց Եթե այդքան կենտրոններ դա ինչ կապ ունի։ Դե կապում են աշխարհաքաղաքական կենտրոնների։ Իրենք են այդպես, իրենք են այդպիսին, իրենք են այս կամ նրա ոտքին ու ձեռքին կարոտ մնացել կյանքում, ծնկած, խեղճի պես, որոնց կարան ձեռքով ասեն գնացեք կամ չգիտեմ ինչ եղեք։ Իրենք են այդպիսին, հասկանում եք, իրենք հայելին վերցրած պտտում են մարդկանց շուրջ ու որպես իրենց չասեն գող, իրենք են ասում գող։ Սա է ամբողջ խնդիրը։ Ձեր աչքերի առջև է եղել Էրդողանին, Ալիևին, Ռուսաստանի նախագահին, Բելարուսի նախագահին, այն որ ասում են վեհապարը գնացել է Բելարուս։ Բայց ձեր խամաչիկը ինչ Խողերը ովքեր են ստանում, то դուք եք ստանում, այ խապեբաս ստախոսներ, կերել եք մեր կյանքը, ձեր ստացած կեղտոտ փողերով, էլ մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանություն, այն մեկը, չգիտեմ ինչ, հեռուստաընկերություններ ունի, ինչ հարստություն կուտակած, մեր մասին խոսում է, որ մենք Հայաստանի ինքնիշխանություն չգիտեմ ինչ ենք անում։ Դուք գնում եք հաշվետվություն տվեք, թե այդ փողերը դուք ո՞նց եք ապրում, ուրիշ ինչով եք աշխատում, ՀԿՄԿ լինելով։ Ուրիշ աշխատանք ունեք, գնում եք բանվորություն եք անում, թե պատրաստի փողերն եք ստանում։ Մենք հարկ ենք վճարում, USAID-ին կտրել էր փողերը, հիմա եվրոպական ակունքներից են փորձում կորզել, Նիդերլանդիա, Նորվեգիա, չգիտեմ որտեղներ, արյուն է այդ փողերի վրա, հուդանել է փողով վաճառել Հիսուսին, այդ 30 արծաթը իրենց ճակատին դրոշմված է, իրենք երկինք էլ թռնեն, երկիրը մեզ ինչ ուզում են անվանեն, ամենավերջին զրպարտությունից ու պիտակավորումից մինչև իրենց մտքի պայծառությունը ինչ ուզում է բերի։ Իրենք այդ դաջվածքը չի վերանալու եւ իրենց ճակատին դաջվածը դա իրենց հոգում էլ է դաջված դա։ Դաջվածը իրենք վաճառական են, ոչ միայն խոսքի, հոգու վաճառական են, մարդու վաճառական են, այն էլ վատ, կեղտոտ վաճառական։ Ոչ մի ձևով արժանապատվություն չունեցող վաճառականներ են սրանք։ Եվ ասում եմ, պարզ, շատ պարզ, ով ինձ գործակալ է համարել, ինքը թող գնա իր կենսագրությունը, իր ընտանիքի կենսագրությունը, իր կողքի մարդկանց կենսագրությունը, էլ անվանարկումները օմեգա, չգիտեմ, ալֆա եւ այլն, էլ դրանց մասին չեմ ասում, որ չեն էլ մերժել։ Ես հիշեցի